Հիմա որտեղ իմաստել եք նշանակում դուք։ Բարև ձեզ, ո՞ր մարդ։ Ապա տեղեկատվությունը չկա այդպիսի բան, սիրելի լրագրողներ, ապա տեղեկատվությունը դադարեցրեք, թողեք անցնենք։ Պաշտոնում կտեսնենք ձեզ Վանինեսյան։ Թողեք անցնեմ իմ լիազորություններն իրացնելու որպես պատգամավոր։ Ինչու այսքան ձգձգվում։ Խուսափում է ՀԿ կոալիցիա անունը տալ ձեր համագործակցությանը։ Սպասեք քննարկումների ավարտին, ամեն ինչ բարձ կլինի կհրապարակվի։ Կոալիցիայի մասին չի խոսքը գնում, համագործակցություն, որը կարող է տարբեր ձևերով արտահայտվել, համագործակցության պայմանները եւ դրա անհրաժեշտությունը ինքնին առաջացել էր այն բանից հետո, երբ որ մենք ունեցանք հանրաքվեի դրական արդյունքներ։ Ակնհայտ է, որ այդ հանրաքվեով ամրագրված նոր սահմանադրական կարգը անհրաժեշտ է առաջի հերթին մի սուարյուն տալ դրան եւ դե յուրե վիճակը վերածել դե ֆակտո վիճակի։ Եվ այստեղ մենք համարում ենք, որ մի կողմ քաշվել դիտողի դերում հանդես գալ այս process-ի մեջ ճիշտ չի լինի։ Մենք երբեք էլ կոալիցիա ոչ մտել ենք, ոչ էլ դուրս ենք եկել ինքնանպատակ ձևով եւ առանց բացատրություն տալու։ Մենք իսկապես մեր երկրի իրավիճակը փոխելու խնդիր ենք տեսնում եւ դրա հիմքերն առաջացել են, որ դա կատարենք մեր նախանշած ճանապարհով, որի մասին հայտարարել ենք շատ հստակ։ Ոլորտներ կան, որոնք սկզբունքային են դաշնակցության համար եւ կցանկանայիք, որպեսզի ձեր անդամները հենց այնտեղ լինեն, ինչ որ իրավիճակ փոխելու նպատակով։ Գիտեք, այդպիսի առանձին ոլորտի մասին խոսել անիմաստ է, որովհետեւ մենք ընդհանուր ուղեգծի մասին ենք խոսում։ Երկրի ազգային պետական ուղեգիծը հստակ կողմնորոշելու այն նպատակների ուղղությամբ, որի մասին խոսում ենք։ Պորտֆելների մասին խոսակցությունները վաղ են, որովհետև դրա հետ կապված որևէ համաձայնություն գոյություն չունի։ Ոչ, շատի քչի հարց չի, բանակցություններ են բնականաբար ընդհանուր նաև այդ հարցի շուրջ, բայց դրանք չենք հասել որևէ եզրակացության։ Ոչ մի այդպիսի հարցեր հիմա անիմաստ է տալ։ Անիմաստ է տալ։ Համաձայնության գալիս որն է պատճառով։ Բանակցությունները տարբեր չէ, շատի քչի հարց չի։ Շատի քչի հարց չի, պետք է համապատասխան տեղում, համապատասխան գործընթացների հետ կապված նաև համաձայնություն ձեռք բերվի։ Կառավարման նախարարությունն եք վերցնելու, էկոնոմիկայի նախարարությունը։ Կարող եք խոսել բոլոր նախարարությունների մասին։ Այս փուլում կարելի է բոլորի մասին էլ խոսել, քանի համաձայնություն չի եղել։ Համաձայնություն կլինի կհայտարարենք, դրա հարցը որն է, մի քանի օր առաջ կամ հետո։ Համաձայնությունը երկու կողմից է լինում, ոչ թե միակողմանի։ Նախ դիմողը, որ մենք համագործակցության գնանք, դա եղել է հանրապետականի կողմից առաջարկ։ Մենք այդ առաջարկը քննարկել ենք եւ ներկայացել ենք մեր մոտեցումները։ Էս է հարցը։ Միշտ պարբերաբար պնդում էիք, որ դուք իշխանապողության կողմնակից եք եւ համակարգային իշխանապողության, բայց այնպես ստացվեց, որ դուք այժմ փորձում եք համագործակցել այն իշխանության հետ, որին ցանկանում եք արմատապես փոխել։ Ինչու՞։ Մենք ասել ենք ամբողջական իշխանապողություն ենթադրելով համակարգի այնպիսի փոփոխություն, որ ինքնին այդ իշխանապողությունն իրականացնելու է։ Իշխանապողության ամենահիմնական եւ գլխավոր հիմքերը մենք դրել ենք արդեն։ Իշխանապողությունը պիտի կատարի ժողովուրդը։ Մենք այդ հնարավորությունը մեր այս փոփոխություններով տեսնում ենք, որ կա։ Այսինքն ժողովուրդը հնարավորություն ունի այսօր ընտրությունների միջոցով իշխանությունը փոխել։ Մի րոպե լսեք։ Այդ նույն դեմքերի ընտրության հարցը իմ հարցը չի։ Դաշնակցությունը չի նշանակում իշխանություն։ Դաշնակցությունը պայմաններ պետք է ստեղծել եւ դա էլ արել ենք, որպեսզի ժողովուրդը իրեն համար ձեռնտու իշխանություն ընտրի։ Ձայն որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը մշտապես ունեցել է նպատակ ծառայելու հայրենիքին եւ ծառայելու պետության ու քաղաքացիություն, սա փաստ է։ Բնականաբար եղել են նաեւ թերություններ, բայց այն որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը Հայաստանի քաղաքական դաշտի այսօր էլ ամենաազդեցիկ, ամենավարկանիշային կներեք եւ ամենամեծ ռեսուրս ունեցող քաղաքական ուժն է իր բոլոր թերություններով հանդերձ, սա փաստ է։ Առհասարակ, եթե մենք ուզում ենք իմանանք ով է ավելի արդյունավետ գործում, քաղաքական կուսակցությունների արդյունավետությունը երևում է ընտրություններով։ Դրա համար մենք նախաձեռնել ենք նաև ընտրական օրենսգրքի ֆունդամենտալ փոփոխություն, որը պետք է ընդունենք մինչև հունիսի 1-ը, որպեսզի մենք օրենքով սահմանված կարգով թղթի վրա այնպիսի մեխանիզմներ ստեղծենք, որը գրեթե 0-ի կհասցնի ընտրական խախտումները, կրկնակվյարկության հնարավորությունը, որպեսզի 2017 թվականի պարլամենտական ընտրություններին հանրությունը
որևէ կասկած չունենա հիմնավորված ընտրության արդյունքի վերաբերյալ։ Իսկ այն որ Դաշնակցության իմ բարեկամը կարող ունենալ մի կարծիք, ես էլ կարող եմ ունենալ այլ կարծիքներ քաղաքական ուժերի համար, բայց ես գնահատում ես գերադասում եմ այդ կարծիքը պահել ինձ, ինչ վերաբերում է հանրապետականին, ապա ելույթ բոլորի պետք է ասեմ։ Ուզին իմ գործընկերները չուզեն, ես չեմ ասում հանրապետականի համար ժողովրդի ուժ կգնում է։ Դա աննորմալ էլ կլինի, եթե ես այդպեսի բան ասեմ, բայց այն որ իր բոլոր թերություններով հանդերձ հանրապետականը ամենակայացած, ամենակայուն, ամենակուռ եւ ամենաազդեցիկ քաղաքական ուժն է, սա փաստ է։ Իսկ այն որ մենք նաեւ կուսակցամոլ չենք եւ Ջալամի նման գլուխները չեն կողել ավազի մեջ եւ մենակ մեզ չենք տեսնում, սա էլ փաստ է։ Մենք պատրաստ ենք ծրագրերի եւ գաղափարների եւ Հայաստանի ապագա խնդիրների լուծման ուղղությամբ օգտվել նաեւ այլ քաղաքական ուժերի հետ տարբեր համագործակցության երևույթներից։ Դաշնակցության հետ կոալիցիա կազմելու հետ կապված ինչ կա։ Ես կոալիցիայի անուն չեմ տվել, ես տվել եմ համագործակցության եզրույթը։ Ինչպիսին կլինի համագործակցությունը, կլինի թե չլինի, դա ցույց կտան հանդիպումները ձեր նշած քաղաքական ուժի հետ։ Պարզապես ես իմ գործընկերներին, նաև որոշ դեպքում ավելի փորձառու գործընկերներին կխնդրեի, կհորդորեի զերծ մնալ զգացմունքային գնահատականներից, որտեղ զգացմունքային գնահատականներից հետո երբեմն դու զղջում ես։ Աբսուրդային չի է այդ իրավիճակը ձեր կարծիքով, որ ձեզ համարում են հեղինակազրկված, բայց միևնույն ժամանակ փորձում են ձեզ հետ համագործակցել եւ մաս կազմել իշխանության։ Աբսուրդային է, թե ոչ թե պատասխանեն իրենք, ես իրենց փոխարեն պատասխանելու հնարավորություն չունեմ։ Բայց գնում եք համագործակցել, ձեզ հեղինակազրկված է համարում։ Ուրեմն յուրաքանչյուրն ունի իր կար, ես էլ ասեմ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը այսօր ըստ իս պատասխանում եմ իմ կարծիքը եթե վարկանիշը ընդունում ենք ընտրության արդյունքները, վարկանիշը ընդունում ենք դերակատարումը, ամենավարկանիշային քաղաքական ուժն է։